արվեստը ստեղծում արվեստ։ Տենց դեռ չի եղել արվեստի մեջ, որ արվեստը ստեղծի արվեստ։ Տենց եղել է Աստծո ստեղծած մարդը, որը շարունակում է ստեղծագործել, բայց արվեստը երբեք չի ստեղծել արվեստ։ Սա իմ համար պլանկա էր։ То есть սիրտը ինձ համար դառավ պլանկա, որ ես այսուհետ պիտի տենց անեմ։ Այսուհետ իմ արվեստը պիտի ստեղծի արվեստ, որովհետև ես ինձ համար այս սանդղակը արդեն սրտով դրել եմ, չեմ կարող ավելի ներքև իջնեմ։ Ու այդ պատճառով հիմա մնացած նույն բանը գենիները էլի այդ կայֆ ունեն։ Հələ գենիների ամենակայֆից մեծն են էլի ուզում։ Գենիների ամենակայֆը իմ համար, որ դու իրանց ստեղծել ես որպես խաղալիք։ Որ տիպը բայց մի իգրայսիա։ Ամեն ինչն է խաղալիք է մեր կյանքում։ Մենք հիմա եթե մի բան առնում ենք, որ մտի մեջը, մտի դու բանարա, դու որպես զրիցել, մտի խառնի ես ամեն ինչը, խաղա իր այդ նենց կայֆ մոտեցում է, որ տիպը обычно մենք տիպը արվեստը 5 հատ ապակու հետևից ենք նայում, էլի, իստեղ դու քո մատերով կեղտոտ մտի ու խաղա հետ։ Ու ցուցահանդեսների երբ հանճարները ցուցադրվում են, այնտեղ գրում է խնդրում ենք ձեռք տալ։ Բաների մասին ես ասում։ Այդ ֆիգուրկեք էլի։ Ոնց էր հանճարները կոչվում ինքը։ Հանճար։ Ինքը մի կերպար է, տարբեր պասա։ Բայց սապտի պարագայում ինձ համար ես պլանկա դրեցի, դրա համար օրինակ խազեր մրցանակը, եւս այդ պլանկային համապատասխանում է, քանի որ դու կարաս նվադես իրանով, ինքը երաժշտություն է, կամ այն պրոյեկտը, որի մասին չենք խոսում, բայց դուք լսել եք, օրինակ այդտեղ ինձ մոտ խնդիր լուծվեց, որ եթե այն պարագայում երաժշտություն էր, այս պարագայում գրականություն է։ Իմ ստեղծագործությունը ստեղծում է գրականություն, որը արվեստների արվեստն է համարվում, չէ՞։ Չէ, գրականություն արվեստների արվեստն է համարվում արվեստների արվեստ։ Այս առաջարկը լավ բան լսում գրականություն։